Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Արտակ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանի հետ, ողջունում եմ պարոն Զաքարյան, մեր տաղավարում։ Մենք մի անգամ ձեզ հետ հաղորդում անցկացրել ենք Արտակ Սարգսյանի հետապնդման վերաբերյալ, դուք այն ժամանակ ներկայացրեցիք, որ ոչ իրավաչափ քաղաքականություն է իրականացնում եւ պնդում եք, որ դա իրականացում է ոչ թե ինչ-որ քրեական հանցանքների, այլ հենց քաղաքական հայացքների համար, որովհետեւ Արտակ Սարգսյանը փորձում է հիմնադրել կուսակցություն, ունի ընդդիմադիր հայացքներ եւ այդ հայացքներն են պատճառը, որ նրան ենթարկում են այդ հետապնդման։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ այս մասին խոսելու ժամանակ ես այն ժամանակ էլ եմ ձեզ հարցը տալիս, հիմա էլ եմ այս հարցը ուզում տալ, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին շատ են մարդիկ, ովքեր քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեն, եւ նրանցից մի մասն էլ շատ ակտիվ է այդ իր ընդդիմադիր կեցվածքի մեջ։ Ինչու հենց Արտակ Սարգսյանի նկատմամբ է հետապնդումը, սա մեկ, եւ երկրորդը ինչ է փոխվել այդ մեր հաղորդումից հետո, որ դուք հարկամարեցիք երկրորդ անգամ խոսել Արտակ Սարգսյանին անօրինական հետապնդումների մասին։ Շնորհակալություն հրավերքի համար, նախ անդրադառնամ ձեր առաջի հարցին։ Ես կարծում եմ, որ Արտակ Սարգսյանը իրենից բավականին մեծ ուժ է ներկայացնում եւ ունի պոտենցիալ, եւ դրանից ելնելով է իշխանությունը Արտակ Սարգսյանի նկատմամբ իր հայացքների, քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում իրականացնում, եւ սա կարևորում եմ այնքանով, որքանով որ Արտակ Սարգսյանը ունի մեծ շրջապատ, մեծ հնարավորություն եւ քայլերը ձեռնարկել կուսակցություն հիմնելու, սակայն չի կարողանում դա հասցնել ավարտին, քանի որ քննչական մարմինը Արտակ Սարգսյանից առգրավել է իր անձնական փաստաթղթերը, անձնագրեր, ID քարտ, որոնք որ անհրաժեշտ են կուսակցության գրանցումը ավարտին հասցնելու եւ դրանք էլ չի տրամադրվում հրաժարվում, որի վերաբերյալ նաեւ տեղեկացնեմ ձեզ, որ համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, բողոքներ ենք ներկայացրել եւ քննիչին, եւ դատախազին, եւ դատարաններ եւ հիմա այդ հարցը կոնվենցիայի 8 հոդվածի, այսինքն անձնական կյանքի անթույլատրելու են միջամտության հետ կապված հարցը գտնում է Վճռաբեկ դատարանի վարույթում, մինչև մենք Վճռաբեկ այս հարցով արդեն հասել ենք։ Այսինքն մինչև Վճռաբեկ դա նշանակում է նախորդ երկուացյանի դատարանները չեն համաձայնվել ձեր փաստարկների հետ։ Ոչ թե չեն համաձայնվել մեր փաստարկների հետ, եթե չհամաձայնվեին, ես ինչ որտեղ գուցե հասկանայի, որ բայց դատարանները գնում են այլ եղանակով, հրաժարվում են բողոքները վարույթ ընդունել եւ ըստ էության քննել, ասելով որ այդ բողոքները դուք կարող եք հետագայում ներկայացնել դատարաններ ըստ էության գործը քննելուց կամ էլ թե չէ դեռ հələ քննիչը այդ ձեր փաստաթղթերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությանը ըստ էության չի անդրադարձել, այլ հետաձգել է անորոշ ժամկետով։ Հիմա, այսինքն մենք չունենք հնարավորություն այդ հարցը ըստ էության մեր դատական համակարգի միջոցով քննարկելու եւ պաշտպանվելու մեր իրավունքները։ Եվ այս հարցը հիմա գտնում է Վճռաբեկ դատարանում։ Բնականաբար, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չընդունի, մեր համար արդեն ճանապարհ է բացվելու միջազգային ատյաններ այս հարցով դիմելու։ Ես ցանկանում եմ նաև մեր նախորդ հաղորդման ընթացքում ես ներկայացրեցի, որ Արտակ Սարգսյանը որպես այդպիսին քաղբանտարկյալ է հանդիսանում եւ բերեցի որոշակի նաև միջազգային չափանիշներ այս առումով։ Ես ցանկանում եմ նշել, որ այս ժամանակահատվածում ըստ էության որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել։ Մեր նախորդ հանդիպումից հետո բնականաբար Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ես
միջնորդություն ներկայացրեցի Արարչյանի դատան Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելու վերաբերյալ, միջնորդության մեջ բերել էի մի շարք հիմնավորումներ, այդ թվում առաջինը այն, որ որպես այդպիսին վճռաբեկ դատարանի որոշումը չվիճարկելով, բայց ցույց տալով, որ այն ակնհայտ ոչ իրավաչափ է, քանի որ ոտնահարում է մարդու իրավունքները, ցույց տվեցի, որ այդ վճռաբեկ դատարանի կայացրած որոշման եւ դրա հիմքում դրված նյութերի միջև առկա է ժամանակագրական խզում շուրջ 11 ամսվա, եւ այս 11 ամսվա ընթացքում քրեական վարույթով բազմաթիվ գործողություններ են կատարվել, իրավիճակ է փոխվել, որի պարագայում բնականաբար անհրաժեշտություն է առաջանում խափանման միջոցի հարցը վերանայելու։ Այսինքն վճռաբեկ դատարանը թեպետ որոշումը կայացրել է 2025 թվականի օգոստոսի 22-ին, բայց դրանում բերված փաստարկները վերաբերում էին որպես այդպիսին 2024 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններին։ Իսկ այս 11 ամսվա ընթացքում մի շարք հանգամանքներ էր փոխվել, քրեական վարույթը որոշակի գործողությունները ենթադրում է կատարված լինի, բացի այդ դատախազը 2 անգամ Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումներ էր կայացրել։ Արարչյանի դատարանը սա առաջին միջնորդության հետ կապված, որտեղ 4 միջնորդություն արդեն ներկայացված է։ Եթե կարելի է ժամանակագրական Ժամանակագրականով առաջին միջնորդությունը ներկայացել եմ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։ Հաջորդ օրվա որոշմամբ դատավոր Մելիք Սեթյանը, որ մակագրվել էր միջնորդությունը, վարույթ հարուցելը մերժում է այն պատճառաբանությամբ, թե իբրև թե միջնորդությունը վերաբերում է վճռաբեկ դատարանի այդ հանրաճանաչ որոշման 2025 թվականի օգոստոսի 22-ի իբրև թե պաշտպանը փորձել է միջնորդությամբ վիճարկել այդ որոշման իրավաչափությունը։ Իսկ ինչ է այդ որոշման մեջ, եթե խնդրում եմ հիշեցրեք ձեր այդ որոշման մեջ վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արարչյանի եւ Վերաքննիչ դատարանի որոշումները, որով որ մերժվել էին Արտակ Սարգսյանի նկատմամբ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը, իսկ Վերաքննիչի Արարչյանի որոշումը թողել էր անփոփոխ, վճռաբեկ դատարանը գտել էր, որ գործում այդ ժամանակվա դրությամբ առկա նյութերը, այսինքն մինչև 2024 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ նյութերը բավարար հիմք էին տալիս ասելու, որ Արտակ Սարգսյանը ազատության մեջ գտնվելու պարագայում կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ եւ որի պարագայում նրա նկատմամբ միակ պիտանի արդյունավետ խափանման միջոցը տնային կալանքն է։ Վճռաբեկ դատարանը ըստ էության սա է ասել, ուրիշ բան այդ գործով չի ասել, իրավունքի զարգացման առումով այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի եւ ակնհայտ է ինձ համար, որ վճռաբեկ դատարանը այդ որոշումը կայացրել է բացառապես քաղաքական շարժառիթներից ելնելով, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել դեպք, որ վճռաբեկ դատարանը հանդես գա որպես Արարչյանի դատարան եւ մարդուն կալանավորելու մասին որոշում կայացնի, զրկելով այդ անձին հետագայում այդ որոշումը վերադասացիաներում բողոքարկելու իրավունքից։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Դատավոր տիկին Արմինե Մելիք-Սեթյանը բերեց այսպիսի մի փաստարկ, թե իբրև թե պաշտպանը վիճարկում է վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափությունը, հետևապես որոշ միջնորդության մեջ բերված փաստարկները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, նոր էական հանգամանքներ վկա է կոչված չեն, ուստի վարույթի հարուցումը ենթակա է մերժման։ Բնականաբար այդ որոշումը ես բողոքարկեցի Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանի վարույթում է հիմա գտնվում, հույսով եմ մոտակա օրերս արդեն դրա հետ կապված որոշում կայացվի։ Հաջորդը դրան ստանալով այդ որոշումը անմիջապես ներկայացրեցի երկրորդ միջնորդությունը։ Երկրորդ միջնորդությունը ներկայացրեցի արդեն սեպտեմբերի 10-ին, որոշակի միջնորդության մեջ փոփոխություններ մտցնելով, որպեսզի դատավորի համար հասկանալի լինի, թե ինչ է այնտեղ նշված։ Ըստ էության նույն բովանդակությամբ որոշումը կայացրեց տիկին Մելիք-Սեթյանը։ Կրկին վարույթի հարուցումը մերժեց։ Կրկին նշելով, թե իբրև հիմնականում փաստարկները վերաբերվում են
Վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափությանը։ Այնինչ այնտեղ ոչ միայն վճռաբեկ դատարանի մասին էր խոսքը գնում եւ հղում կատարվում, այլ խոսքը գնում էր նրա մասին, որ նկարագրական մասում նկարագրված է, որ այսպիսի գործողություններ է տեղի ունեցել, նաեւ վճռաբեկ դատարանն է այսպիսի որոշում կայացրել, որը ի գիտություն դատարանի պաշտպանական կողմի համոզմամբ չի կարող համարվել օրինական, բայց միջնորդության հիմքում ոչ թե դրված էր վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելու հանգամանքը, ինչը յուրաքանչյուր իրավաբանի համար ակնհայտ է, որ Առաքելյանի դատարանը իրավասություն չունի վերադաս դատարանի որոշման իրավաչափության հարցը գնահատել եւ քննարկման առարկա դարձնել, այլ այն հանգամանքներն են նշված, որ նախ 10.5 ամիս, 11 ամիս ժամանակագրական խզում կա առաջինը, երկրորդը բազմաթիվ գործողություններ է, վարույթ իրականացնող մարմինը ենթադրում է, որ կատարվել է, գործի վարույթը կասեցվել է եւ ամենակարևորը ծավալուն հիմնավորումներ եւ փաստարկներ այն մասին, որ Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու իրական դրդապատճառը քաղաքական հայացքներն են նրա եւ այս առումով Առաքելյանի դատարանը միջդատական վարույթում որպես վերահսկողություն իրականացնող դատական վերահսկողություն իրականացնող նա պարտավոր է ստուգել արդյոք քննչական եւ դատախազական մարմինների կողմից կատարված գործողությունները չեն խախտում անձի իրավունքներն ու օրինական շահերը։ Այս փաստարկներին ընդհանրապես դատարանը կրկին չի անդրադարձել։ Դա այդ որոշումը նորից բողոքարկեցի վերաքննիչ դատարան եւ մոտակա ժամկետներում արդեն պատասխան կստանամ, թե որ դատավորի վարույթում է գտնվում։ Դրանից հետո ներկայացրեցի ամսի 16-ին սեպտեմբերի 3-րդ միջնորդությունը, որը կրկին մակագրվեց դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանին։ Ընդ որում հասկանալով, որ եթե նույն դատավորի մոտ են գնելու, վերջինս նորից նույն դիրքորոշումն է հայտնելու, առանձնահատուկ ընդգծել եմ, որ առաջինը այս միջնորդությամբ չի վիճարկվում որևէ դատարանի, այդ թվում վերադաս դատարանի որոշման իրավաչափություն։ Առանձին հստակ ընդգծել եմ, որ միջնորդության հիմք 1 Հիմք մեկը նշել եմ նորից, որ 10.5 ամսվա խզում կա վճռաբեկ դատարանի կայացրած որոշման եւ փաստացի իրավիճակի հետ կապված։ Իսկ դուք մի քանի անգամ նշում եք այդ խզում։ Այսինքն կարելի է ընդհանրել, որ կա ինչ-որ իրավական նորմեր, որոնք թույլ չեն տալիս, որ խզում լինի։ Ոչ թե կա իրավական նորմեր, ես հասկացա։ 24 թվականին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել տնային կալանքի տակ պահելու, ճիշտ է։ Հիմա դուք բողոքարկում եք այդ կալանքը, ասելով գիտեք, այն ժամանակ ա եղել, հիմա ինչ որ բան փոխվել է։ Ինչն է փոխվել, մի հատ բացատրեք մեզ, որ հասկանանք, որ հետո դատավորն էլ հասկանա, թե ինչն է բացատրեմ, շատ լավ հարց եք տալիս, շնորհակալություն, նախ նշեմ, որ ժամանակահատվածը էական նշանակություն ունի խափանման միջոցների պիտանելությունը որոշելու առումով, քանի որ գործի քննության սկզբնական փուլում որպես այդպիսին հավանականությունը, որ կարող է անձը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելով ազդել գործի քննության վրա, համարվում է ավելի բարձր։ Ժամանակի ընթացքում այդ վտանգը գնալով ավելի նվազում է, որովհետև բազմաթիվ գործողությունները ենթադրում է, որ քննչական մարմինը կատարում ապացույցներ է հավաքում, որի պարագայում գործի քննությունը շեղելու, խոչընդոտելու հետ կապված հավանականությունը գնալով նվազում է։ Ես հենց սա եմ ասում, որ ժամանակագրական խզում, ինչի, որովհետև տեսականորեն եթե պատկերացնենք մի բան, որ քրեական գործը հարուցվել է 2024 թվականի հունիսին, իսկ այդ իրադարձությունների հետ կապված որոշման հիմքում, վճռաբեկ դատարանի որոշման հիմքում դրված էին հունիսից 2024 թվականի մինչև հոկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում նյութերը ապացույցները։ Այսինքն վճռաբեկ դատարանը գնահատել էր այդ կարճ ժամանակահատվածում եղած փաստաթղթերի հիման վրա Արտակ Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետի երկարացման հարցը։ Այսինքն ձեր միջնորդությունը ներողություն վերաբերում է նրան,
որ հիմա նորից գնահատեն այդ հնարավորությունը նրա միջամտելու։ Ոչ, վերաբերում է նրան, որ օրենքը ասում է նոր էական հանգամանքներ, ես իմ ասածը հետևյալն էր, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ից հետո անցել է 11 ամիս ժամանակ, որի ընթացքում ենթադրվում է, որ քննչական մարմինը պիտի կատարած լինի բազմաթիվ քննչական եւ ապացուցողական այլ գործողություններ, որի պատճառով որի պետք է իրավիճակ է փոխվում էապես։ Այո։ Սա Հիմա առաջինը։ երկու հարց է առաջանում։ Նախ քննչական մարմինը կատարել է այդ գործողությունը։ Ենթադրվում է, որ քննչական մարմինը պիտի կատարած լինի, ասեմ ավելին, 2025 թվականի հունվարի 22-ից սկսած դատախազությունը երկու անգամ որոշումներ է կայացրել Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու վերաբերյալ, Կասեցնելու, այսինքն դատախազությունը համարում է, որ հիմք չկա, որպեսզի Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում։ Ոչ, դատախազությունը ասում է հետևյալը. Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ շարունակելու հարցի համար ինձ անհրաժեշտ են որոշակի տեղեկատվություն ստանալ այլ պետություններից, ես բոլոր մնացած գործողությունները կատարել եմ, ինձ մնացել է այդ տեղեկատվության ստանալը եւ այդ տեղեկատվությունից է կախված ես դադարեցնեմ Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, թե շարունակեմ։ Այսինքն այդ ձևակերպումից ողջամտորեն հետևում է, որ քննչական մարմինը արդեն իսկ կատարել է բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները եւ ըստ էության մոտիկացել է ավարտական փուլի, մնում է ստանալ պատասխանել մի շարք պետություններ կատարված հարցումների։ Այսինքն այս հանգամանքը եւս վկայում է նրա մասին, նախ այս հանգամանքի մասին կալանքի հետ կապված, տնային կալանքի հետ կապված հարցը քննելիս դատարաններին հայտնի չէր, այդ ամբողջ իրադարձությունները այդ որոշումից հետո են 2010 ներողություն 24 թվականի հոկտեմբերի 10-ից հետո են եղել, հոկտեմբերի 7-ից հետո են տեղի ունեցել, հետևաբար դրանք չէին կարող հայտնի լինել դատարաններին, խափանմիջոցի հարցը քննելիս, հետևաբար սրանք նոր ի հայտ եկած հանգամանքներ են եւ էական հանգամանքներ, օրենքի տրամաբանության համաձայն, որից ելնելով դատարանը պարտավոր է սա հաշվի առնել, ընդհանրապես հաշվի չի առել։ Երկրորդ հանգամանքը, որի մասին ցանկանում նշել, նորից բերվել էր հիմնավորումներ, որ վարույթը իրականացում է Արտակ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար եւ այս առումով թույլ է տրվում կոնվենցիոն խախտումներ, մասնավորապես կոնվենցիայի 8, 10, 11 հոդվածների ձեր վերած փաստարկները։ Այս բնոր բերված փաստարկները եւ նշում է, որ այս փաստարկներից ոչ մեկը մինչ այդ դատարանների քննարկման առարկա չեն դարձել։ Հետևաբար սրանք եւս նոր հանգամանքներ են եւ էական հանգամանքներ, որի պարագայում դատարանը պարտավոր է սա քննարկման առարկա դարձնել։ Մի քանի օր առաջ ուրբաթ օրը դատարանից ստացա որոշում, որը ընթերցելուց այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ թե գործ ունեմ դատական համակարգի հետ, այլ քրեական հետապնդում իրականացնող մի հատ քննիչի կամ դատախազի հետ, որովհետև փաստարկները իրավունքի տեսանկյունից անընդունելի են։ Մասնավորապես, անդրադառնալով այդ ժամանակագրական խզմանը, դատավորը ընդհանուր առմամբ մեկ նախադասություն է, նախ փաստարկները, պատճառաբանությունները մոտավորապես մի կես էջել չեն գերազանցում, անդրադառնալով առաջի փաստարկին, որ Վճռաբեկ դատարանի որոշումը եւ դրա հիմքում դրված նյութերի միջև առկա է ժամանակագրական խզում, գրում է, որ այո, դա առկա է եւ դրա մասին դատարանին վաղուց հայտնի էր, սակայն Վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է 2025 թվականի օգոստոսի 22-ին։ Եվ հասկանալի չէ, թե դրանով ինչ է ուզում դատավորը ասել։ Սրանով համարում է, որ առաջի փաստարկը ժամանակագրական կարող եմ ես փորձել մեկնաբանել, եթե նշանակում է, որ օգոստոսին է եղել 25 թվականի, ապա պետք է Վճռաբեկ դատարանին եւս հայտնի լիներ այդ խզումը եւ եթե նրանք չեն տեսել այդ խզումը կամ ինչ որ հանգամանքներ են տեսել, որ պահեն նույն կալանքի միջոցը, ապա
Առաջացան դատարան Չենք կարող, ասեմ ինչու։ Նայեք, ուրեմն կալանքի հետ կապված հարցերը քննելիս կա մի առանձնահատկություն, որ վերադասացիանը իրավասու է քննարկման առարկա դարձնել բացառապես այն նյութերը, որոնք որ քննարկման առարկա են դարձել հասու են եղել Առաջացյանի դատարանի։ լավ Այսինքն Վճռաբեկ դատարանը ոչ մի տեղեկություն, ոչ մի նյութ, ոչ մի փաստ որը գործերում չկա չէր կարող ընդունել, որը որ ասենք կատարվել կամ ձեռքաբերվել 2024 թվականի հոկտեմբերի 7-ից հետո բացառապես մինչ այդ ձեռքբերված եւ գործում եղած նյութերի հիման վրա է որոշումը հասկանալի է ընդունեցի ձեր փաստարկը Հաջորդը անդրադառնալով այն հանգամանքի, որ նշում եմ, որ այս 11 ամսվա խզման ընթացքում բազմաթիվ գործողություններ են կատարվել, որը բխում է նաև դատախազի քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշման բովանդակություններից Դատավորը նշում է, որ այդ փաստարկները կարող են կիրառվել միայն եւ միայն կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննության առումով ժամանակ ջանասիրությունը վարույթ իրականացնող մարմնի պարզելու տեսանկյունից եւ ոչ մի նշանակություն չունեն եւ չեն կարող նոր էական հանգամանք հանդիսանալ այս միջնորդության համար Այսինքն փաստարկ, որը որ ակնհայտորեն անընդունելի է եւ խոսում է այն մասին, որ դատարանը տվյալ դեպքում ոչ թե իրավունքի տեսանկյունից է դիրքորոշում հայտնում, այլ վկայում է այն մասին, որ նա ուղղակիորեն անկարող է տվյալ հարցով արդարադատություն իրականացնել։ Անդրադառնալով կոնվենցիոն իրավունքի խախտումներին, դատավորը բերեց մի փաստարկ, որը որ Եվս չի կարող ժողովրդավարական իրավական պետությունում դատարանը բերել։ Դատարանը նշեց, որ այդ փաստարկները անձի իրավունքների հետ խախտման հետ կապված, որպես այդպիսին վերաբերելի չեն տվյալ միջնորդության քննության համար, հետևապես չեն կարող դիտվել որպես նոր հանգամանք։ Ես սկզբում նշեցի եւս մեկ անգամ կրկնեմ, որ լսողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը գնում, միջդատական վարույթում, այսինքն երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, դատական վերահսկողության ընթացքում դատարանը ստուգում է, թե արդյոք անձի իրավունքների եւ ազատությունների խախտում է տեղի ունենում, այդպիսի սկզբունք է գործում վերահսկողության մեխանիզմի, այսինքն անձին որոշակի խախտումների ենթադրյալ կամ որոշակի իրավիճակների դեպքում հնարավորություն է տրվում քննիչի դատախազի գործողությունները կամ որոշումները բողոքարկել դատարան միայն այն դեպքում, երբ այդ գործողություններով կամ որոշումներով խախտվում է անձի իրավունքներն ու ազատությունները։ Ընդ որում օրենքը մի քիչ սահմանափակ է թվարկում, որը որ կարող է լինել, բայց խափանան միջոցները բնականաբար այդ տիրույթում են գտնվում։ Եվ այսինքն մեղադրյալը կարող է բողոքարկել իր բանը Կալանքի իրավաչափությունը միանշանակ կարող է, դա նաև կոնվենցիայով է երաշխավորված ավելին, երբ որ անձը վիճարկում է իր որոշ կալանքի որոշման իրավաչափությունը միջնորդություն դատարան ներկայացնելու միջոցով, անձը իրավունք ունի նաև ցույց տալու, որ իր նկատմամբ հետապնդումը իրականացվում է իր հիմնարար իրավունքների ոտնահարմամբ, մասնավորապես խոսքի ազատության, եւ թե հավաքներին մասնակցելու ազատության իրավունքի սահմանափակման համար, անձնական կյանքի միջամտության համար կամայականորեն, այսինքն փաստարկներ, որը որ դատարանը պետք է ընդունի, քննարկի եւ պարզի, արդյոք ներկայացված նյութերով դա հիմնավորվում է թե ոչ։ Իսկ դատարանը բերեց մի փաստարկ, որ այդ հիմնավորումները, որոնք որ վերաբերում են կոնվենցիայի 8-10-11 հոդվածներին, ընդհանրապես վերաբերելի չեն տվյալ հարցի քննարկմանը։ Այսինքն դատարանը ասում է, որ այս գործը որպես այդպիսի նույնիսկ եթե վերլուծենք, որ նույնիսկ եթե ձեր փաստարկները ճիշտ է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացում քաղաքական հայացքների համար, միևնույն է ես այս փաստարկը չեմ քննելու կալանքի ժամկետի երկարացման հապանան միջոցի վերացման հարցը քննելիս։
Ընդ որում ես երբ որ միջնորդությունները ներկայացրել էի, ես ներկայացրել էի բոլոր միջնորդությունները, որ խնդրելով վերացնել Արտակ Սարգսյանի նկատմամբ տնային կալանքը, օրենսգիրքը այդպիսի հնարավորություն է տալիս եւ երկու ընտրություն կամ վերացնել կամ հիմնավորել, որ այլ տեսակի խափանման միջոցը կարող է պիտանի լինի։ Դատարանը իր որոշման մեջ վերացնելու իմ կողմից միջնորդությունը վերացնելու խափանման միջոցը այդ հարցին ընդհանրապես չի անդրադառնում, անդրադառնում է հետեւյալ հարցին, ասում է պաշտպանը չի բերել Արտակ Սարգսյանի նկատմամբ այլ տեսակի խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներ։ Այսինքն օրենսդիրը երկու հնարավորություն է տալիս, նորից եմ գրում, առաջինը վերացնել, երկրորդը փոխարինել ավելի մեղմ տեսակով։ Ես ասեմ վերացրեք, որտեղ ես տեսնում եմ, որ հիմքեր չկա։ Եվ չեք ասել ավելի մեղմ տեսակով։ Ասում եմ չկա, հա, դատավորն ասում է ինքը չի բերել փաստարկներ, թե ինչու ավելի մեղմ տեսակի խափանման միջոց պետք է կիրառվի։ Հետևաբար միջնորդությունը չի անպատասխանում օրենքի պահանջներին, ուստի ենթակա է վարույթ չընդունել։ Եվ արդեն 4-րդ միջնորդությունն եմ ներկայացրել, միջնորդության մեջ նաև բերելով հիմնավորումներ, որ դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանը սույն վարույթով ուղղակիորեն անկարող է իրականացնել արդարադատություն, անկախ եւ անաչառ չէ, հետեւապես խնդրել եմ միջնորդությունը մակագրվի այլ դատավորի եւ այսօր կամ վաղ այս մոտակա արդեն տեղեկություն կստանամ, թե այն ինչը թացք է ստացել։ Ես ուզում եմ պարզապես, որպեսզի մեր հեռուստադիտողները 2-3 բան պատկերացնեն։ Դուք իրավունք ունեք, այսպես ճակերտներում ասեմ, բացարկ ներկայացնել են դատավորին, ով որ քննում է այդ գործը, դուք տվյալ դեպքում դա եք արել, ես ուզում եմ հասկանալ որքանը դա իրավունքի մեջ տեղավորվում է։ Օրենքը այդպես նախատեսում է բնականաբար դա թե սահմանադրությամբ, թե կոնվենցիայով, թե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությունը երաշխավորում է անձին, որ անձը ունի իրավունք, որ իր գործը քննվի անկախ եւ անաչառ դատավորի կողմից։ Տվյալ պարագայում հենց այդ իրավունքի ոտնահարման մասին է խոսքը գնում, որովհետեւ Տիկին Մելիքսեթյանը բողոքները, միջնորդությունները վարույթ չընդունելով զրկում է մեզ դատական մատչելիության իրավունքից։ Շատ լավ, եւ երկրորդ հարցը, եթե կարելի է մեր հեռուստադիտողներին ներկայացրեք, ինչ է նրանց ներկայացնում տնային կալանքը, ինչ իրավունքներ ունի ուրեմն այդ կալանավորված անձը, ինչ իրավունքներ չունի։ Տնային կալանքը իրենից ներկայացնում է այն, որ անձը պետք է գտնվի մշտապես տանը, այն վայրում, որտեղ որ դատարանը որոշել է, լքելու իրավունք չունի, հատուկ սարքերի միջով պրոբացիոն ծառայությունը հսկողություն է իրականացնում, որ անձը տնային կալանքի տակ գտնվող անձը տանից չբացակայի եւ բացակայելու պարագայում համապատասխան սարքերի միջոցով խախտումը ֆիքսվում է, ներկայացում է վարույթ իրականացնող մարմնին եւ խախտումից ելնելով կարող է ավելի խիստ տեսակի խափանման միջոց կիրառվել։ Անձը զրկված է այլ անձանց հետ հանդիպելու, նրանց հետ զրուցելու, խոսելու, կազմակերպելու հնարավորությունից։ Կախված է լինում բնականաբար դատարանի որոշումից։ Կան դատարան ունի իրավասություն անձին զրկելու որևէ այլ անձի հետ շփվելու հնարավորությունից, հաղորդակցվելու հնարավորությունից, բացառությամբ բնականաբար պաշտպանի, իրավապահ մարմինների, շտապ օգնության եւ այլն։ Այո։ Հիմա այդ որոշումն է կայացված։ Ոչ, տվյալ դեպքում այդ որոշումը կայացրած չէ, տվյալ դեպքում միայն Արտակ Սարգսյանի նկատմամբ տնային կալանք է կիրառված եւ որևէ այլ անձի հետ շփման վրա սահմանափակում դրված չէ։ Այսինքն մարդիկ կարող են գնալ իրենց տուն, այո, կարող են գնալ, կարող է եւ ԶԼՄ-ների եւ ուղղակի տանից բացակայելու հնարավորություն չունի։ Շատ լավ։ Հիմա նորից վերադառնանք մի հատ այդ պարզեցինք, որ կալանքի ձևը փոխելու ձեր փորձերը առայժմ հաջողությամբ չեն պսակվել։
բայց դուք ներկայացրեցիք նաև երկրորդ հանգամանքը, այն որ մարդու անձնագիրը իր մոտ չի եւ ինքը չի կարողանում համապատասխան գործողություններ անել։ Տեսականորեն կարելի է ենթադրել, որ այդ գործողությունները, ասենք, այդ բլանկները լրացնելը, հանձնելը, բան ինքը կարող է կազմակերպել այլ անձանց միջոցով եւ եթե ինքը քաղաքական գործունեությամբ է ուզում զբաղվել, այդ կուսակցությունը բացի, կազմակերպի եւ այլն։ Դրա հետ կապված ինչ կա։ Դրա հետ կապված այն է, որ առանց անձ հաստատող փաստաթղթի չի կարողանում որպես այդպիսին այդ կուսակցության հիմնադրման գործընթացը հասցնել ավարտի։ Անձը հաստատող փաստաթուղթը որքանով է օրինական, այդքան երկար այս կալանքի եւ այս խստության կամ մեղմության պարագայում պահել քննչական մարմին։ Ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա այսքան երկար պահելու, ես շատ լավ հարց եք բարձրացնում, ուրեմն տեղեկացնեմ ձեզ, որ 2024 թվականի հունիսի 10-ին, երբ Արտակ Սարգսյանը ձերբակալվեց, նրա մոտից գրավեցին հեռախոսներ, անձնագրեր, այսինքն անձնագիր, ID քարտ, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր եւ մինչեւ հիմա այդ ամբողջը գտնում է այնտեղ։ Ես միջնորդություն էի Արտակ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց 2025 թվականի, եթե ես չեմ սխալվում, մարտի 7-ին, որ այդ անձնական իրերը վերադարձնեն, քննիչը որոշում կայացրեց միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի հանգամանքների պարզումը։ Որոշակի հանգամանքների պարզումն էլ կապեց այն հանգամանքի հետ, որ հարցումներ են կատարվել մի շարք պետություններ, մինչև պատասխանները չստանան, այդ միջնորդյանը ըստ էության չենք քննարկի։ Հիմա ես դա վիճարկեցի դատախազին, մերժումը ստացա, այնուհետև բողոք ներկայացրեցի դատարան եւ նշեցի, որ այդ իրերը որպես այդպիսին վերաբերում են անձի անձնական կյանքին։ Ընդ որում յուրաքանչյուր իրի հետ կապված հեռախոսի, անձնագրի, ID քարտի, բանկային քարտի, կան վճռաբեկ ասում ներողություն վճռ, եվրոպական դատանի նախադեպեր, որտեղ որ եվրոպական դատանը հստակ դիրքորոշում է հայտնել այդ իրերի արգրավման եւ վարույթների ընթացքում պահելու եւ անձին չվերադարձնելու եւ նշելով, որ իհարկե, երբ որ քրեական գործ է հարուցված, քրեական գործի շրջանակներում այդ իրերի արգրավումը կարող է կարևոր նշանակություն ունենալ, հետեւաբար համարվել իրավաչափ, բայց որոշակի ժամանակահատվածից սկսած, այդ երկարատև ժամանակահատվածից սկսած, այն այլևս չի կարող իրավաչափ նպատակ հետապնդել։ Հիմա տվյալ դեպքում ես ասացի, անձնագիրը վերցրել եք, վարորդական իրավունքի քարտը վկայականը վերցրել եք, բանկային քարտերը վերցրել եք, անձը չի կարող մեքենա վարել, չի կարող բանկային ծառայություններ։ Մեքենա ինքը չէր կարող վարել տնային կանալքի։ Չէ, ինքը խոսքը վերաբերում է ասածս 2025 թվականի մարտի սկսած իրավիճակին, երբ Արտակ Սարգսյանը գտնում էր ազատության մեջ։ Այսինքն մենք ասում ենք, որ անձը ունի մեքենա, չի կարող վարի, անձը չի կարողանում որևէ գործարքներ կատարի, բանկային քարտերը վերցրել եք չեք տալիս, անձնագիրը ID քարտը վերցրել եք չեք տալի, չի կարող գործարքներ կատարի, էլեմենտար գործողություններ կատարի։ Դրանից ելնելով քննիչը հետաձգեց, մինչև ինչպես նշեցի, համապատասխան տեղեկություն ստանալը։ Հիմա դատարան ներկայացնելուց բերեցի հիմնավորումներ, որ մի շարք դեպքերում, երբ անձանցից արգրավել են հեռախոսներ, ընդ որում հեռախոսների հետ կապված անհրաժեշտ գործողություններ են կատարել, մեջի ամբողջ ինֆորմացիան արտատպել են այլ կրիչի վրա։ Գուցե պետք է հեռախոսները չպահանջեի, այլ միայն անձնագիրը պահանջեի։ Թող ասեր անձնագիրը տալիս եմ, հեռախոսը չեմ տալիս։ Այդ իրավասությունը քննիչը ունի։ Եվ այդպես բերվել էր հիմնավորումներ, որ հեռախոսներ նույնանման իրավիճակներում եվրոպական դատանը անձնագրերի, հեռախոսների, քարտերի բանկային նշել է, որ դա ուղղակիորեն միջամտություն է անձի անձնական կյանքի հանդեպ եւ միևնույն ժամանակ նշել է, որ չի եղել անհրաժեշտություն, որ այդ միջամտությունը լինի տևական, հետեւաբար տեղի ունեցել խախտում։ Օրինակ մեզ անհասկանալ է անձնագիր, վարորդական իրավունքի վկայական,
բանկային քարտ տեսականորեն ինչ կապ ունեն այս գործի հետ։ Գուցե պետք է դրանք առանձին ուղղակի դիմումով դիմել դրանց համար, որովհետև երբ որ դուք հեռախոս եք դիմում, անմիջապես առաջանում է հնարավորություն դրան պատասխանել։ Այսպես ձեզ այդ դեպքում պատասխանեմ, որ բազմաթիվ այլ գործերով նույնանման իրավիճակներում հենց հեռախոսից սկսած որոշակի գործողություններ կատարելուց հետո հենց առաջի իսկ պահանջով բարիտ իրականացնող մարմինը քննիչը վերադարձնում է հեռախոսը կամ անձնական այլ իրերը անձին։ Տվյալ պարագայում դա տեղի չի ունեցել։ Հասկանալի է։ Եկեք մի փոքր դադար տանք, հիմա գովազդ կլինի եթերում, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, գովազդից հետո մենք կշարունակենք քննարկումը։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Արտակ Սարգսյանի պաշտպան փաստաբան Արա Զաքարյանի հետ եւ իմ հաջորդ հարցը պարոն Զաքարյան հետեւյալն է, որ դուք ասացիք, որ այդ ամբողջը հիմա կախված է մի ինչ-որ անորոշ հարցումներից, ինչ-որ երկրներ, որոնք որ պիտի պատասխան ստանան եւ ոչ ոք չի կարող իմանալ, թե այդ հարցման պատասխանները երբ են գալու կամ եկել են գուցե ինչ-որ այնտեղ թղթամանակում դրված են եւ քաղաքական նպատակահարմարությունից դրանք ի հայտ կգան, ասենք օրինակ ընտրություններից հետո կամ երբ որ ժամկետները արդեն խախտած լինեն նոր կուսակցություններ գրանցելու եւ այլն։ Դուք ինչ մեխանիզմ ունեք իմանալու այդ հարցման բովանդակությունը եւ կամ զուգահեռ հարցումներ կազմակերպելու, որպեսզի այդ հարցերը, որոնց պատասխանը ուզում է ստանալ ուրեմն քննիչը, դուք կարողանաք բավարարել այդ պատասխանները։
Ուրեմն նայեք, որպես այդպիսին միակ մեխանիզմը, որով որ ինչ որ տեղեկություն հնարավոր է ստանալ այդ հարցման բովանդակության մասին, դա դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկելու մեխանիզմն է, որը որ իրականացրել ենք։ Դրա դեպքում Առաջիացյանի դատարանը բնականաբար բողոքը մերժել էր ոչ մի հիմնավորում ըստ էության չբերելով, եւ այժմ վերաքննիչ դատարանում է երկրորդ որոշման դեմ բերված բողոքը եւ ես հույս ունեմ այդ հարցերը նաեւ բարձրացվել էր բողոքում, որ վարույթ իրականացնող մարմին, այսինքն դատախազությունը տվյալ պարագայում դատանին չի ներկայացրել որևէ հիմնավորում, թե ինչ փաստական տվյալներ է ցանկանում որևէ կոնկրետ կամ պետությունից ստանալու եւ որն է դրա անհրաժեշտությունը եւ ես հույս ունեմ, որ դատարանն այս փաստարկին կանդրադառնա եւ դրա վերաբերյալ դիրքորոշում կհայտնի։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, որ պաշտպանական կողմը արդյոք ունի հնարավորություն դիմել տարբեր այդ պետությունների, տեսականորեն դիմելու հնարավորությունը կա, բայց մենք չգիտենք ինչ հարցով է դիմել, ինչ տեղեկատվություն է ցանկանում ստանալ քննչական մարմինը, հետևաբար վերացական առումով դիմելը չի կարող որևէ կերպով արդյունավետ համարվել։ Շատ լավ։ Իսկ իրավական տեսակետից կա ինչ-որ ժամկետների սահմանափակում, որ ասենք օրինակ ձեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քննիչը պետքա ինչ-որ ժամկետում ավարտի գործը քննելը կամ այսպիսի որոշում կայացնի կամ այնպիսի որոշում կամ դատարան ուղարկի կամ կարճատի գործը եւ այդ ժամկետների հետ կապված ինչ իրավիճակ է եւ արդյոք այդ ժամկետները խախտվել են ձեր դեպքում թե ոչ եւ եթե ոչ երբ են խախտվելու ինչքան պիտի տևի այդ ամբողջ։ Նայեք, ուրեմն օրենքը այո, շատ լավ հարց եք տալի, օրենքը նաեւ այս հարցն է կարգավորում անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ժամկետը նախաքննության փուլում կախված մեղսագրվող արարքի համար նախատեսված հոդվածի ծանրությունից տարբեր ժամանակահատվածներ է։ Ասենք տվյալ պարագայում Արտակ Սարգսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում քրեական հետապնդում իրականացնելու առավելագույն ժամկետը օրենսդրությամբ համաձայն 1 տարի է կազմում։ Այսինքն 1 տարուց ավել, եթե Արտակ Սարգսյանի նկատմամբ գործը չեղավ դատարանում 1 տարվա ընթացքում, նրա նկատմամբ պետք է արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։ Օրենքը այդպիսի հստակ կարգավորում Երբ է։ է լրանում այդ 1 տարին։ Այդ 1 տարին, եթե չկասեցվեր, լրանում էր 2025 թվականի հունիսի 12-ին։ Հիմա դրա համար ինչ տեղի ունեցավ, ես կարծում եմ, որ դատախազությունը հատուկ հաշվի առնելով նաև օրենսդրական այս կարգավորումը, որոշումներ կայացրեց պարբերաբար Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու վերաբերյալ։ Արդեն 2 որոշում եղել։ Ժամկետը կասեցնել։ Այո։ Օրենքը այդպիսի ընթացակարգ նաև նախատեսում։ Այսինքն մի րոպե, կա քրեական հետապնդում դրված է, որ պետքա տևի 1 տարի։ Գալիս է անցնում է մի քանի ամիս եւ ինչ հետապնդումն է կասեցվում։ Ժամկետը, հետապնդման ժամկետը։ Հետապնդման ժամկետը կասեց 2 անգամ որոշումներ արդեն կայացրել քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու վերաբերյալ։ Դա Ինչ հիմքով։ Այն հիմքով, որ հարցումներ են կատարել այլ պետություններ, որոշակի տեղեկատվություն ստանալու եւ պատասխաններ չեն ստացել։ Այսինքն տեսականորեն այս կասեցումները կարող են անսահման լինել եւ անսահմանափակ չեն, օրենսդիրը դա էլ է կարգավորվում եւ տվյալ դեպքում Արտակ Սարգսյանի հետ կապված հանգամանքներից ելնելով այդ կասեցումը կարող է տեսականորեն մինչեւ 2 տարի տևել։ Եվ ես համոզված եմ, որ այս ամենը արվում է մեկ նպատակով, որ ամեն ինչ անել, որ Արտակ Սարգսյանը հնարավորություն չունենա մասնակցելու ապագայի ընտրություններին։ Դե, նայեք, դա ձեր ենթադրությունն է, որը որ ձեր փաստարկները դրան են ցույց տալիս, որովհետև այդ բոլոր անիրավությունները, որոնց մասին դուք խոսում եք, կամ դատարանի այդպիսի մոտեցումը
Կարելի է ենթադրել այդպիսի բան, բայց այդ դեպքում եթե կա այս մեխանիզմը եւ իշխանությունները որոշել են այդ մեխանիզմը կիրառել, հետեւաբար եղած օրենքի կարգավորումներով իրենք իրենց նպատակին կհասնեն փաստորեն։ Կհասնեն թե չէ դա ապագան ցույց կտա, որովհետև մենք էլ մեր հերթին ենք քայլեր ձեռնարկում եւ արդեն մի շարք հարցերով արդեն մենք հնարավորություն սպառել ենք պաշտպանության բոլոր արդյունավետ միջոցները եւ մոտակա ժամանակահատվածում արդեն դիմելու ենք միջազգային ատյանների եւ սահմանադրական դատարան եւ ես կարծում եմ այդ հենց դիմելու փաստը արդեն իսկ կարող է բավականին մեծ ազդեցություն ունենալ այս գործի ընթացքի վրա։ Դրան զուգահեռ նաեւ ձեր շնորհիվ, ԶԼՄ-ների շնորհիվ, որոնք հասարակությանը տեղեկացնում են այս խնդիրների, Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ լինելու, անձի նկատմամբ բացահայտ ապօրինաբար քրեական հետապնդում իրականացնելու հանգամանքի մասին եւ սա եւս բավականի լուրջ գործոն է, որպիսի այդ ապօրինություններին վերջ տրվի։ Արդյոք մարդու իրավունքների դատարանը, որտեղ դուք պատրաստվում եք դիմել, սպառած լինելով ներքին ուրեմն օրենսդրության բոլոր պահանջները, կարող է արագ արձագանքել եւ այնպես արագ արձագանքել, որպեսզի մարդու իրավունքները չխախտվեն տվյալ դեպքում, ասենք, քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ կապված խոչընդոտները որքանով էլ որ իշխանությունը ստեղծում է Արտակ Սարգսյանի համար, Արտակ Սարգսյանը որոշակի չափով, իհարկե սահմանափակ չափով կարողանում է դա իրականացնել, քանի որ նշեցի որևէ անձի հետ իր շփումները կապի վրա սահմանափակում դրված չէ։ Բայց կախված կլինի այդ հարցի պատասխանը այն իրավիճակից, թե համապատասխան գանգատները ներկայացնելու դրությամբ ինչ իրավիճակ է լինելու քրեական վարույթով եւ կլինի արդյոք անհրաժեշտություն դիմելու նաեւ լրացուցիչ եվրոպական դատարանին այդ գործի ընթացքը արագացնելու առումով թե ոչ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև մի հանգամանք, որ օրենսդրությունը քաղաքական կուսակցությունները գրանցելու համար ինչ որ ժամկետներ կան, որից են կողմ գրանցումը կարող է կատարվել, բայց այդ կուսակցությունը չի կարող մասնակցել եկող ընտրություններին։ Այդ ժամկետները արդյոք հիմա արդեն մոտ չի, որ այդ ժամկետները կխախտվեն։ Անկեղծ ասած ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես միայն քրեական իրավունքի ոլորտում եմ մասնագիտացված, բայց Արտակ Սարգսյանը ունի նաև այդ հարցով զբաղվող փաստաբաններ, ես կարծում եմ, որ այդ հարցը կբարձրացվի եւ եթե անհրաժեշտություն լինի նրանց հետ համագործակցելով բնականաբար այդ տեղեկատվությունը նաև միջազգային ատյաններ կներկայացվի։ Եվ այնուամենայնիվ հաղորդման վերջում ես ուզում եմ նորից, որ մենք վերադառնանք հետևյալ մտքին։ Հայաստանում բազմաթիվ մարդիկ ընդդիմադիր կեցվածք ունեն։ Բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ նախկին նոր վճռական տրամադրված են ուզում են հասնել իշխանափոխության։ Ինչու հատկապես Արտակ Սարգսյանի նկատմամբ է այդ հատուկ վերաբերմունքը, չնայած եւս սխալ եմ ասում, որովհետեւ եւս մի քանի հոգու նկատմամբ այդպիսի վարույթներ կան եւ դրանց ուրեմն այսպես բացատրությունը, վերլուծական բացատրությունը եւ այլևս շուտ այլ երկրների կողմից Հայաստանի վրա ազդելու հնարավորությունը չեզոքացնելու մեջ է, ես ինձ թույլ եմ տալիս բանի կողմից բացատրել այդպես, ասենք, ճանաչ դա իրավունքի էլի բացահայտ խախտումներ են։ Տվյալ դեպքում, որ երկրի ուրեմն ներկայացուցիչն է խախտելու կամ ինչ ուժ է, որի դիմաց այսպես առնում են այսպես անիրավ ճանապարհով։
Այդ հարցին կպատասխանեմ ոչ թե որպես Արտակ Սարգսյանի պաշտպան, այլ որպես ուղղակի քաղաքացի, որը որ Արտակ Սարգսյանին արդեն 1 տարի է քիչ ավել ճանաչում եմ, շփվում եմ հետը, հաճախակի շփվում եմ, ես Արտակ Սարգսյանի մոտ տեսել եմ ներքին ուժ ու որոշակի լիդերի հատկանիշներ, ու ես կարծում եմ, որ հենց այդ հատկանիշները նաև իշխանությունն է տեսել, որովհետև Արտակ Սարգսյանի հետ պարբերաբար շփումներ են տեղի ունենում այն առումով, որ փորձում են Արտակ Սարգսյանին մեսիջներ ուղարկելով, որ թարգի քաղաքականությամբ զբաղվել է լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, համաձայնություն տուր լքելու եւ անհապաղ այս վարույթը քո նկատմամբ կդադարեցվի եւ դու ոչ մի խնդիր չես ունենա։ Ես ենթադրում եմ, որ այդ շփումների ընթացքում էլ անձինք հասկանում են, որ Արտակ Սարգսյանը ունի ուժեղ ներքին պոտենցիալ, մեծազոր պոտենցիալ եւ լիդերական հատկանիշներ, որը որ վտանգ է ներկայացնում գործող իշխանությանը։ Իհարկե կան բազմաթիվ անձինք, ովքեր որ ընդդիմություն են ներկայացնում իրենց որպես, բայց երևի թե իրենք չունեն այդ հատկանիշները, դրանից ելնելով էլ իշխանությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում։ Շնորհակալություն պարոն Զաքարյան, խնդրում եմ տեղյակ պահեք զարգացումներ, մանավանդ դուք ունեք միջնորդություններ, որոնք որ պիտի բավարարվեն, չնայած առողջ բանականությունը ասում է, որ եթե այս ամբողջ process-ը այսպես քաղաքական ենթատեքստ ունի, այդ քաղաքական ենթատեքստը հասնելու է նրան, որ բոլոր հնարավոր իրավական պատճառներով ուրեմն զրկելու են այդ նոր ստեղծող կուսակցությունը քաղաքական մրցակցության մեջ մտնելու հնարավորությունը։ Սա ենթադրություն է եւ դա աստված որ այդպես չլինի, բայց սա ցավալիորեն խոսում է հայ իրականության մեջ այդ ժողովրդավարության խոցելիության մասին, ասենք այսպես։ Շնորհակալություն Ձեզ շնորհակալություն, որ ուրեմն ներկայացրեցիք իրավիճակը, սիրելի բարեկամներ, սրանով հաղորդումը ուզում եմ ավարտել, հիշեցնում եմ, որ մենք զրուցում ենք Արտակ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանի հետ։ Մաղթում ենք ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։